Սկսենք։ Պարոն Իսրայելյան, կասեք, այսօր ինչ նպատակով եք եկել կառավարության մոտ։ Ուրեմն վերջի ժամանակները մեկ ականատես լինելով, որ ներկա իշխանության ղեկավարները միջազգային հարթակներում բարձրաձայնում են արցախահայության մասին, Արցախի հիմնախնդրի մասին, արցախցիների իրավունքների մասին, մենք այսօր բողոքի ակցիա ենք կազմակերպել, որ ընդհանրապես հորդորենք այդ մարդիկ Արցախի մասին չխոսան, որովհետև այդ մարդկանց ամեն մի բառի մեջ Արցախի հարցը փակված է, արցախցիները իրավունք արդեն հետ վերադարձի իրավունքի արդեն ոտնահարել են, մի հատ իրավունք է մնացել արցախցիների ձեռին, որ բոլոր արցախցիներից տարել են, տուն տեղ տարել եք, վաճառել եք, դավաճանել եք, որ արցախցիներից խլել եք իրենց զավակներին, իրենց հարազատներին, որ արցախցիներից խլել եք Արցախը, Սուրբ Արցախը, այսօր այդ իրավունքներն եք արդեն արցախցիներից ուզում խլել։ Մենք թույլ չենք տա այդ իրավիճակում, այս ծանր իրավիճակում արցախցիները այդ, որ ասում է, այդ կորուստից քիչ փոքր ժամանակ անցած ամեն անգամ արցախցիներին կրկնապատիկ ցավ պատճառելով իրենց հույսն ու հավատը կտրելով հետ վերադարձի մասին։ Օրեր առաջ Փաշինյանը նշեց, որ արցախցիների վերադարձը իրատեսական չի համարում, այս պայմաններում ինչ ակնկալիքներ ունեք այս իշխանությունից։ Ակնկալիքները ստեղ հենց իրենց կողմից ակնկալիքներ չենք տեսնում, դրա համար էլ իրենց էլ ասում եք, որ վերջ տվեք արցախցիների անունից խոսալու, արցախցիների անունից Արցախի ապագան որոշելու, որովհետև դա Արցախի ժողովուրդն է որոշում իր ապագան, ու արցախցիները այն հույսը հավատով են, որ մենք հետ վերադառնալու ենք, ու Արցախի հայկական լինելը վերականգնելու է։ Դա կարող է վաղվա օրվա, այսօրվա իրականություն չլինի, բայց դա իրականություն է դառնալու, եթե մենք նորմալ առաջնորդներ ունենանք, ոնց որ մենք Արցախը ազատագրել ենք, ոնց որ մենք Արցախը հայկական պահել ենք, ամրագրել ենք, այդ օրը նորից էլի վերադառնալու է։ Մենք որ ասում եք ում նկատի ունեք։ Ազգովի։ Չէ, մենակ չեմ եկել, ժողովուրդն արդեն կամաց հավաքվում են, հա, բայց դե ես մենակով գիտեք ոնց է, մենակ լինելը դա ինձ համար հպարտանալի դաժե բան է։ Ես ասեմ ձեզ, Բան չեմ ասում, ուղղակի իշխանությունը նաև դա այդ հանգամանքն է օգտագործում եւ շարքում ասում է, որ օրինակ գալիս են մի խումբ մարդիկ, հա, օրինակ 10 հոգի, 3 հոգի եւ փորձում են խոսել ամբողջ արցախցիների անունից եւ իրենք դա շահարկում են։ Դրա համար էլ հարցնում եմ, օրինակ մյուսներին հետաքրքիր չէ։ այդ լավ հարց եք տալիս, ես էլ թող մնացածների համար էլ դա դառնա, որ ասма լսելի բան, ձայն, որ բոլորն էլ հասկանան, որ իշխանությունը հենց առիթավորվում է դրանով, հենց առիթավորվում է այդ իրավիճակին, այդ պայմանները, որ մարդիկ իրանց, որ ասма ձևակերպով կամ ինչ-որ բանով ներկայացնում են, ու դրա հիման վրա էլ բացարձակ ասում Արցախի հարցը փակված է, արցախցիների հետ վերադարձը բան չկա, եթե միջազգային հանրությունը, միջազգային գործընկերները կամ միջազգային ղեկավարները միշտ արձագանքում են, որ այդ հարցի բարձրացումը պիտի պետության մեջ ժողովրդի կողմից լինի այդ արձագանքները, ճիշտ շեշտադրումներ է։ Այսօրվա իրավիճակում մենք ինչ տեսնում ենք, ինչի ականատես ենք, դա հենց դրա ապացույցն է, որ մենք ոչ բավարար աշխատանքներ ենք իրականացնում, որ մենք ոչ բավարար պայքար ենք տանում, ու ժամանակ առ ժամանակ ընթացքում էլ իշխանության կողմից հաջողվում է այն տեղերը, որ Արցախի մասին խոսում են կամ Արցախի հարցը բարձրաձայնում են, իրենց կողմից էլ հաջողվում է այդ հարցի լուծումը այդ ձևակերպով տան։ Շնորհակալություն։